Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի կատարողական վարույթի մասին նոր օրենքը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ։ Այսօր կխոսենք օրենքի կարևոր նպատակներից մեկի՝ ձեռնարկատիրական գործունեության պաշտպանության մասին։ Իմ զրուցակիցն է իրավաբանական գիտությունների թեկնածու, օրենքի նախագծի համահեղինակ Վահագն Դալաքյանը։ Բարև ձեզ, պարոն Դալաքյան։ Բարև ձեզ։ Պարոն Դալաքյան, կուզեմ խոսենք այն կարգավորումների մասին, որոնցով պաշտպանություն է նախատեսում մեր քաղաքացիների համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս։ Շնորհակալ եմ հարցի համար։ Տեսեք, ընդհանուր առմամբ կատարողական վարույթի մասին օրենքի եւ դրա կիրառման, ապագա կիրառման առաջնային նպատակը կոնկրետ գործերով, կոնկրետ պարտավորության հարկադիր կատարումն է, եթե այն բնականաբար կամովին չի կատարվում։ Բայց հաշվի առնելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ծավալները, կատարողական վարույթների քանակները, բնականաբար կատարողական վարույթը ընդհանուր առմամբ ունի նաև կողմնակի բազմաթիվ ազդեցություններ, սոցիալական, տնտեսական, իրավական, եւ շատ ճիշտ նշեցիք, որ այդ ազդեցություններից մեկը ազդեցությունն է ձեռնարկատիրական գործունեության բիզնեսի վրա։ Եվ այս առումով օրենքի նախագիծը մշակելիս մեզ համար նպատակներից մեկն էր սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կպաշտպանեն նաև ձեռնարկատիրական գործունեությունը, որովհետև դրա պաշտպանությունը կարևոր է ընդհանուր առմամբ տնտեսության, երկրի տնտեսական զարգացման համար։ Այստեղ առաջին հերթին պետք է խոսենք այն իրավիճակների մասին, երբ կատարողական վարույթի կողմը, պարտապանը, որի նկատմամբ ներգործության միջոցներ են ձեռնարկվում, ինքը հենց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտ է։ Եվ ներկայացնեմ մի շարք կարգավորումներ, որոնք այդ առումով պաշտպանում են այդ սուբյեկտներին։ Առաջինը սահմանվել է անհատ ձեռնարկատեր պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու առանձին հերթականություն, նախկինում դա չի եղել, եւ այդ առանձին հերթականությունը տարանջատում է պարտապան անհատ ձեռնարկատիրոջ անձնական ընտանեկան նպատակներով օգտագործվող գույքը, ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող գույքը եւ այլ գույք, որը այս երկու խմբի մեջ չի ներառվում։ Այս առումով որոշակի պաշտպանություն է տրամադրվում ձեռնարկատիրական նպատակներով օգտագործվող գույքին։ Մեկ օրինակ բերեմ, եթե անհատ ձեռնարկատերը ենթադրենք կարի արտադրամաս ունի, ապա գործող կարգավորումների համաձայն կարի մեքենաներ որպես շարժական գույք, ֆիզիկական անձին պատկանող շարժական գույք, կլինեին առաջնահերթ բռնագանձման ենթակա։ Նոր կարգավորումների համաձայն դրանք արդեն համարվում են ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող գույք եւ որոշակի ավելի ուշ հերթում կլինեն բռնագանձման ենթակա, այս առումով գործունեությունը, ձեռնարկատիրական գործունեությունը հնարավորինս քիչ կտուժի կամ կտուժի ավելի ուշ հերթում, եթե կամովին կատարում կամ այլ միջոցներով հարկադիր կատարում տեղի չունենա։ Մյուս կարգավորումը սահմանվել է արգելանքի նոր տեսակ, գույքի վրա դրվող արգելանքի նոր տեսակ, որը կոչվում է շրջանառության մեջ գտնվող ապրանքների արգելանք։ Ինչ է սա նշանակում, եթե պարտապանը կրկին ձեռնարկատիրական գործունեություն է իրականացում եւ շրջանառության մեջ ունի ապրանքներ, ապա այդ ապրանքների վրա կարող է արգելանք տրվել, բայց թույլատրվել այդ ապրանքների հետագա շրջանառությունը պայմանով, որ դրանց ընդհանուր արժեքը չի նվազի։ Կրկին օրինակ բերեմ, ենթադրենք ալյուրի արտադրությամբ է զբաղվում պարտապանը, անհատ ձեռնարկատեր կամ ընկերություն, էական չէ, եւ իր պահեստում ունի որոշակի քանակությամբ ցորեն եւ ալյուր։ Դրանց արժեքը որոշակի գումար է։ Հարկադիր կատարողը նոր օրենքի կիրառման պայմաններում դրանց վրա արգելանք կկիրառի, բայց կթույլատրի դրանց հետագա շրջանառությունը, այսինքն ալյուրի արտադրություն, դրա վաճառք, պայմանով, որ պահեստում միշտ կլինի այդ արժեքի չափով ցորեն կամ ալյուր կամ երկուսը միասին։ Այսինքն սա եւս թույլ է տալիս անգամ այդ արգելանքի պայմաններում շարունակել ձեռնարկատիրական գործունեությունը, շահույթ ստանալ եւ դրանով նաեւ մարել առկա պարտավորությունները։ Մյուս կարգավորումը սահմանվել է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող պարտապանի հիմնական միջոցները, այսինքն անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ եւ այլն, դրանք չեն կարող արգրավել պարտապանից ընդհուպ մինչև աճուրդով դրանց իրացումը եւ նոր գնորդին հանձնելը։ Այսինքն կատարողական վարույթի ամբողջ ընթացքում
կրկին պարտապան ձեռնարկատերը կարող է օգտագործել հիմնական միջոցները, դրանցով աշխատել, շարունակել իր գործունեությունը եւ միայն այն դեպքում, երբ կատարողական վարույթը կհասնի իր վերջին փուլին, այսինքն մինչ այդ այլ միջոցներով հնարավոր չի լինի ապահովել կատարումը եւ ստիպված աճուրդի կներկայացվեն եւ կվաճառվեն այդ գույքերը, միայն վաճառվելուց հետո նոր գնորդին հանձնելու նպատակով այդ գույքը թույլատրելի կլինի առգրավել պարտապանից։ Իհարկե, այստեղ կան բացառություններ, հնարավոր է դատական ակտով նախատեսված լինի այնպիսի սահմանափակում, որը անմիջապես առնչվում է կոնկրետ այդ գույքին եւ դրա շահագործման արգելք է նախատեսում, սրանք իհարկե բացառիկ դեպքեր կլինեն, բայց ընդհանուր կանոնը կլինի իմ նշածը։ Նաև անդրադարձել ենք այն դեպքերին, երբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտը պարտապանը չէ, բայց անուղղակիորեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունը առնչվում է կատարողական վարույթին։ Օրինակ, կա տնտեսական ընկերություն, ՍՊԸ, փակ բաժնետիրական ընկերություն, ինքը պարտապան չէ, բայց պարտապան է նրա բաժնետերը կամ մասնակիցը։ Այստեղ եւս անուղղակիորեն մենք առնչվում ենք այդ կազմակերպության շահերին, որը ընդհանրապես պարտավորության կողմ չէ եւ այսպես ասած մեղավոր կողմ չէ։ Այս պարագայում այդ պարտապանի բաժնետոմսերը, նրա բաժնեմասը կրկին որպես գույք բռնագանձման ենթակա են, բայց սահմանվել է այդ գույքի վրա բռնագանձում տարածելու այնպիսի ռեժիմ, որպեսզի կազմակերպության տնտեսական շահերը չտուժեն։ Մասնավորապես բավականին ուշ հերթում է նախատեսվել նման գույքի բռնագանձումը բաժնետոմսերի եւ բաժնեմասերի եւ բացի դրանից ամենակարևորը արգելանքը չի խոչընդոտում ընկերության կառավարմանը մասնակցելու պարտապանի իրավունքին եւ ընկերության կողմից իր գույքի տնօրինման հետ կապված որոշումներ ընդունելու ընդհանրապես իր գործունեությանը չի խոչընդոտում բաժնետիրոջ եւ բաժնեմասի վրա դրված արգելանքը։ Պարոն Դալակյան, վստահ եմ մեր քաղաքացիներին կհետաքրքրի, թե եկամուտների վրա բռնագանձում տարածելու ինչպիսի նոր կարգավորումներ է սահմանել նոր օրենքը։ Այս մասով էլ նորամուծություններ կան, մասնավորապես առաջինը, որ կցանկանամ նշել, գործատուի պատասխանատվությունն է այն դեպքերում, երբ աշխատավարձի մի մասի բռնագանձումը կատարվում է գործատուի միջոցով, մինչ այժմ էլ դա կիրառվել է, գործատուի միջոցով հարկադիր կատարողը որոշակի մաս աշխատավարձի պահել եւ ուղղել է պարտավորության մարմանը։ Սակայն կանոնակարգված չի եղել գործատուի պատասխանատվություն այն դեպքերում, երբ ինքը այդ պարտականությունը չկատարի եւ պահումները սահմանված չափով ժամկետներում չիրականացնի։ Իհարկե կարող ենք խոսել բավական անուղղակի պատասխանատվության մասին, վնասների հատուցման տեսքով եւ այլն, բայց նոր օրենքով հստակ սահմանվել է, որ եթե գործատուն չկատարի այդ պարտավորությունը եւ ըստ այդմ վնաս տա պահանջատիրոջ արդեն շահերին, ապա հարկադիր կատարողը իր որոշմամբ կարող է այդ չպահված միջոցների չափով բռնագանձում տարածել արդեն գործատուի գույքի վրա, այսինքն գործատուն այդ մասով կդառնա պարտապան առանցին կատարողական վարույթով։ Մյուս նորամուծությունը մի հարցի վերաբերյալ է, որը երկար ժամանակ վեճերի առիթ էր դառնում, մասնավորապես արդյոք պարտապանի ամուսնու եկամուտները, աշխատավարձ եւ այլ եկամուտներ, որպես համատեղ սեփականության ներքո գտնվող գույք եւ եկամուտ, բռնագանձման ենթակա կարող են լինել մասամբ կամ ինչ որ որևէ չափով։ Այս հարցը հստակ կարգավորում է ստացել նոր օրենքով, մասնավորապես սահմանվել է, որ պարտապանի ամուսնու եկամուտները բռնագանձման ենթակա չեն։ Ընդ որում կցանկանամ նշել, որ այս կարգավորումը նոր օրենքի ընդունումից հետո, բայց մինչև դրա ուժի մեջ մտնելը, առանձնացվել եւ նաեւ ներառվել է գործող օրենքում, այսինքն կարևորվել է նաեւ դրա հրատապությունը։ Եվ վերջինը կրկին հաճախ պատահող իրավիճակների հետ գործ ունենք, երբ դեռ վերջնական վճիռ չկա դատական գործով, վեճը լուծված չէ, բայց կա միջանկյալ հայցի ապահովման որոշում, որի հիման վրա արգելանքներ են կիրառվում պատասխանողի գույքի վրա։ Պարզ է, որ դատական գործը կարող է տևել բավական երկար ժամանակ, ընդհուպ տարիներ, եւ այդ ամբողջ ընթացքում հարց էր առաջանում, արդյոք աշխատավարձից պահումները համապատասխան չափով օրենքով սահմանված չափով պահումները պետք է լինեն արգելադրման ենթակա եւ քանի որ հակառակի մասին կարգավորում չկար, այդ ամբողջ ընթացքում աշխատավարձից պահումներ էին կատարվում եւ կուտակվում էին որպես արգելադրված դրամական միջոց։
Կրկնեմ, բայց սա այն իրավիճակում, երբ դեռ վեճը լուծված չէր եւ պարտապան պահանջատեր որպես այդպիսին մենք դեռ չունենք։ Այս մասով էլ հստակ սահմանվել է, որ նման դեպքերում ապահովման վարույթով, այսինքն երբ միջանկյալ որոշումների հետ գործ ունենք, ապահովման վարույթով պարտապանի կամ պատասխանողի եկամուտները, աշխատավարձ եւ այլ եկամուտներ արգելադրման ենթակա չեն։ Սա նշանակում է, որ այդ ամբողջ երկարատև դատական գործի ընթացքում պատասխանողը ազատորեն կարող է ստանալ եւ տնօրինել իր աշխատավարձը եւ այլ եկամուտները։ Շնորհակալություն, պարոն Դալաքյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի քաղաքացիներ, շարունակեք հետևել մեր իրավական պարզաբանումների շարքին, իրազեկ լինելու կատարողական վարույթի մասին նոր օրենքի առանձին կարգավորումներին։